Քիմիայի և կենսաբանության օնլայն պարապմունքների համար զանգարել վիդեոյի նկարագրությունում նշված հեռախոսահամարով։ Այս վիդեոյում ծանոթանալու ենք Լյուիսի կառուցվածքին, որը հնարավորություն է տալիս պատկերացնել մոլեկուլի կառուցվածքը էլեկտրոնները պատկերելով կետերի տեսքով։ Լյուիսի կառուցվածքը կամ կետ-խաչային կառուցվածքը։ Որպես օրինակ պարզագույն վերցնենք թթվածինը, գրենք էլեկտրոնային բանաձևը թթվածնի։ Մեզ պետք է պատկերել վալենտային էլեկտրոնները։ Վալենտային էլեկտրոնները կապ առաջացնող էլեկտրոններն են, որը մեծամասամբ դեպքերում համընկնում են վերջին շերտի էլեկտրոնների հետ։ Այսինքն թթվածնի դեպքում ունենք 6 էլեկտրոն։ Սկզբից կենտ ենք պատկերում էլեկտրոնները, ապա զույգում մենք ունենք այս պահին 4 էլեկտրոն, մնաց 2-ը, այսինքն 6 էլեկտրոն, ստացվում է սա թթվածնի Լյուիսի կառուցվածքն է։ Մենք պետք է հիշենք, որ վալենտային էլեկտրոնները գլխավոր ենթախմբի տարրերի համար հավասար են խմբի համարին, բացառությունն է կազմում հելիումը, որի դեպքում վալենտային էլեկտրոնները 2-ն են։ Որպեսզի ավելի պարզ լինի, վերցնենք երկրորդ պարբերության տարրերը և պատկերենք Լյուիսի կառուցվածքը։ Լիթիումը վերջին շերտում ունի 1 էլեկտրոն, 1 կետով ենք պատկերում։ Հաջորդը բերիլիումը արտաքին թաղանթում ունի 2 էլեկտրոն, նորից արտաքին թաղանթ, վերջին թաղանթ, վալենտային թաղանթ իրար համընկնում են, միևնույն բանն է։ Իհարկե կան դեպքեր, որ վալենտային էլեկտրոնների մեջ մտնում են ոչ միայն վերջի շերտի էլեկտրոնները, օրինակ նախավերջին շերտի էլեկտրոնները, խոսենք առանձին։ Բերիլիումը ունի 2 էլեկտրոն, 2 կետով ենք նշում, բորը 3 էլեկտրոն, ածխածինը 4 էլեկտրոն, հաջորդը ազոտը 5 էլեկտրոն, 4-ը պատկերում ենք, 5-րդը արդեն զույգ է ստացվում։ Թթվածինը պատկերել ենք, ֆտորը ունի արտաքին թաղանթում 7 էլեկտրոն, 1, 2, 3, 4, 5, 6, 7 և նեոնը 8 էլեկտրոն ունի, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 Եթե ութնյակը լրացրած է, ապա օկտետը լրացրած է, բոլոր տարրերը ձգտում են լրացնել իրենց արտաքին թաղանթում ութնյակը, բացառությամբ ջրածնի և հելիումի, որոնք արտաքին թաղանթում կարող են ունենալ մաքսիմում 2 էլեկտրոն։ Ընդ որում հելիումի դեպքում մենք 2 էլեկտրոնը այսպես չենք պատկերելու, այլ հելիումի դեպքում մենք պատկերելու ենք զույգ էլեկտրոնի տեսքով, ինչու, որովհետև հելիումը իներտ գազ է և բացառություն է, որ արտաքին թաղանթի ութնյակի փոխարեն 2 էլեկտրոն է, արտաքին թաղանթը լրիվ լրացված է։ Դա համարվում է կայուն վիճակ։ Երբ լրացված է արտաքին ութնյակը, ապա դա համարվում է կայուն վիճակ։ Նորից ֆիքսում ենք, որ տարրերը քիմիական կապ առաջացնում են մեկ նպատակով, որպեսզի իրենց արտաքին թաղանթում լրացնեն ութնյակը, օկտետը, դա կոչվում է օկտետի կանոն, որովհետև դա տարրի համար էներգիապես ամենաապահով և կայուն վիճակն է։ Բացառություն են կազմում այդ կանոնից հելիումը և ջրածինը, որոնք արտաքին թաղանթում կարող են ունենալ մաքսիմում 2 էլեկտրոն։ Հիմա փոքրիկ առաջադրանք ձեր համար, փորձեք գրել ֆոսֆորի Լյուիսի կառուցվածքը, ֆոսֆորի էլեկտրոնային բանաձևը, ֆոսֆորի Լյուիսի կառուցվածքը և ապա նայեք իմ գրածին։ Ֆոսֆորը գտնվում է 5-րդ խմբում, արտաքին թաղանթում ունի 5 էլեկտրոն, նշում ենք 1, 2, 3, 4 և 5։ Հիմա փոքրիկ առաջադրանք, որ ատոմների զույգը ունի նույն Լյուիսի կառուցվածքը։ Ածխածինը արտաքին թաղանթում ունի 4 էլեկտրոն, մենք արդեն պատկերել ենք ածխածնի բանաձևը կետային ձևով։ Սիլիցիումը ևս գտնվում է 4-րդ խմբում, այսինքն սիլիցիումի համար ևս լինելու է 4 կենտ էլեկտրոն, այսինքն մեր տարբերակը միանգամից A տարբերակն է։ Այսինքն որպեսզի Լյուիսի կառուցվածքը լինի նույնը, վալենտային էլեկտրոնները, նույնիսկ արտաքին շերտի էլեկտրոնները պետք է լինեն նույնը։